Ականջ դրեք իմ օրենքին, ով իմ ժողովուրդ, խոնարեցրեք ձեր ականջները բերանիս խոսքերին, առակով եմ բացելու իմ բերանը, հին ժամանակի մութ բաներն եմ հայտնելու, որոնք լսեցիք ու իմացաք, և մեր հայրերը մեզ պատմեցին, մենք դրանք չենք թաքցնի որդիներից, գալիք սերնդին պատմելով Տիրոջ փառաբանությունները, նրա զորությունն ու նրա կատարած հրաշալի գործերը, քանի որ վկայություն հաստատեց Հակոբի մեջ ու օրենք դրեց Իսրայելում, որ պատվիրեց մեր հայրերին, որպեսզի սովորեցնեն իրենց որդիներին, որպեսզի գալիք սերունդն ու մանուկները, որ ծնվելու են, իմանան ու պատմեն իրենց զավակներին, նրանք էլ իրենց հույսը Աստծո վրա դնելով, չմոռանան Աստծո գործերը, այլ նրա պատվիրանները պահեն ու իրենց հայրերի պես խստավիզ ու ապստամբ սերունդ չլինեն, մի սերունդ, որի սիրտը չուղղեց, ում հոգին հավատարիմ չէ Աստծուն, Եփրեմի որդիները, որ զինյալ աղեղնավորներ էին, պատերազմի օրը ետ դարձան, Աստծո ուխտը չպահեցին ու չուզեցին նրա օրենքով ընթանալ ու մոռացան նրա գործերը և նրա հրաշքները, որ ցույց էր տվել նրանց։ Նրանց հայրերի առջև հրաշալի գործեր կատարեց Եգիպտոսի երկրի Տայանիսի դաշտի մեջ, ծովը ճեղքեց ու նրանց անցկացրեց, իսկ ջրերն էլ պատնեշի պես կանգնեցրեց, ցերեկը ամպով նրանց առաջնորդեց և ամբողջ գիշեր կրակի լույսով, վեմերը ճեղքեց անապատում ու խմեցրեց նրանց ասես մեծ հեղեղներից, առուներ բխեցրեց վեմից ու ջրերը գետերի պես հոսեցրեց, բայց նրանք ավելի մեղանչեցին նրա դեմ ու անապատում բարկացրին Բարձրյալին և իրենց սրտերում Աստծուն փորձեցին, կերակուր ուզելով իրենց ցանկության համար, հիրավի նրանք Աստծո դեմ խոսեցին ու ասացին. «Միթե Աստված կարող է անապատի մեջ սեղան պատրաստել»։ Ահա խփեց վեմին ու ջրերը բխեցին ու վտակներ հորդեցին, արդյոք կարող է հացել տալ, կարող է միս հայթայթել իր ժողովրդի համար։ Դրա համար էլ, երբ Տերը լսեց, զայրացավ, կրակ բորբոքվեց Հակոբի դեմ, նաև բարկություն Իսրայելի վրա, քանի որ Աստծուն չհավատացին ու նրա փրկությանը չվստահեցին։ Թեև նա վերևից հրաման էր տվել ամպերին ու բացել էր երկնքի դռները, և որպես կերակուր նրանց վրա մանանա էր տեղացել, ու երկնքի ցորենը տվել էր նրանց։ Մարդիկ հրեշտակների հացը կերան, հագենալու չափ ուտելիք ուղարկեց նրանց, երկնքի մեջ բարձրացրեց արևելյան քամին և իր զորությամբ հարավային քամին բերեց։ Նրանց վրա փոշու պես միս տեղացրեց, ծովի ավազի պես թևավոր թռչուններ, նրանց բանակատեղիի մեջ ու նրանց վրանների 4 կողմը թափեց, կերան և լավ կշտացան, քանի որ իրենց ցանկությունն էր տվել իրենց ցանկությունից չէին դադարել, սակայն մինչ միսն իրենց բերանում էր, Աստծո բարկությունն իջավ նրանց վրա ու սպանեց ամենապարարտներին ու տապալեց Իսրայելի ընտիրներին։ Այս բոլորից հետո նորից մեղանչեցին ու չհավատացին նրա հրաշալի գործերին, ուստի
ունայնության մեջ սպառեց նրանց օրերը և նեղության մեջ նրանց տարիները։ Երբ նրանց սպանում էր, փնտրում էին նրան ու հետ էին դառնում և առավոտ վաղ Աստծուն էին փնտրում ու հիշում էին, թե Աստված իրենց վեմն էր և Բարձրյալ Աստված իրենց փրկիչն էր, սակայն իրենց բերանով շողոքորթում էին նրան, իսկ իրենց լեզվով սուտ էին խոսում, քանի որ իրենց սիրտը շիտակ չէր նրա առջև ու հավատարիմ չէին նրա ուխտի մեջ, բայց քանի որ նա կարեկցությամբ լի էր, ներում էր նրանց հանցանքը ու չէր կործանում նրանց, իսկապես հաճախ զսպում էր իր բարկությունը և չէր գրգռում իր ողջ զայրույթը, քանի որ հիշում էր, թե նրանք մարմին են, քանի որ անցնում է ու չի վերադառնում, քանի անգամ նրան դառնացրին անապատում ու վշտացրին նրան ամայի տեղում, այո, ետ դարձան ու փորձեցին Աստծուն ու սահմանափակեցին Իսրայելի սրբին, չհիշեցին նրա ձեռքը, կամ այն օրը, երբ փրկեց իրենց թշնամուց, ինչպես իր նշանները ցույց տվեց Եգիպտոսում ու իր հրաշքները Տայանիսի դաշտի մեջ, արյան վերածեց նրանց գետերն ու հեղեղատները, որ չկարողանան խմել, շնաճանճեր ուղարկեց նրանց վրա, որ ուտեն նրանց, գորտեր, որ կործանեն նրանց, նաև նրանց բերքը տվեց թրթուրին ու նրանց վաստակը մորեխին, նրանց որդատունկերը փչացրեց կարկտով ու նրանց ժանտաթզենիները ցրտահարությամբ, նրանց անասուններն էլ կարկտի մատնեց, իսկ նրանց հոտերը կայծակի հարվածներին, նրանց վրա թափեց իր բարկության, զայրույթի, սրտմտության ու նեղության սաստկությունը, չար հրեշտակներ ուղարկելով նրանց մեջ, իր բարկության ճամփան բացեց, նրանց անձերը չխնայեց մահվանից, այլ նրանց կյանքը համաճարակի մատնեց ու բոլոր անդրանիկներին սպանեց Եգիպտոսում, նրանց զորության առաջին պտուղներին քամի վրաններում, իսկ իր ժողովրդին ոչխարների պես հանեց ու նրանց հոտի պես առաջնորդեց անապատի միջով և ապահով տարավ նրանց, այնպես, որ չվախեցան, իսկ ծովը ծածկեց նրանց թշնամիներին ու նրանց տարավ իր սրբարանի սահմանը, այն լեռը, որ իր աջով էր ձեռք բերել, նրանց առջևից հեթանոսներին վռնդեց և վիճակով ժառանգություն բաշխեց նրանց ու Իսրայելի ցեղերին իրենց վրաններում բնակեցրեց, բայց նրանք փորձեցին ու դառնացրին Բարձրյալ Աստծուն ու նրա վկայությունները չպահեցին, այլ հետ դարձան ու իրենց հայրերի պես անհավատարմաբար վարվեցին, շեղվեցին Խաբեբա աղեղի պես, քանի որ նրան բարկության մղեցին իրենց բարձր տեղերով ու նրա նախանձը շարժեցին իրենց կուռքերով, երբ Աստված լսեց, զայրացավ ու մեծապես անարգեց Իսրայելը, այնպես, որ լքեց Սելովի խորանը, այն վրանը, որ կանգնեցրել էր մարդկանց մեջ, նրա զորությունը գերության մատնեց, նրա փառքը թշնամիների ձեռքը, նաև իր ժողովրդին սրի մատնեց ու զայրացած էր իր ժառանգության վրա, կրակը ոչնչացրեց նրանց երիտասարդներին ու նրանց աղջիկները կնության չտրվեցին, նրանց քահանաները սրով ընկան ու նրանց այրիները սուգ չարեցին,
Ապա Տերն արթնացավ, ինչպես քնից, ինչպես գինուց սթափվող մի զորավոր մարդ, ու իր թշնամիներին ետ հարվածեց, հավիտենական նախատինք տալով նրանց։ Համենայն դեպս նա մերժեց Հովսեփի վրանը ու չընտրեց Եփրեմի ցեղը, այլ ընտրեց Հուդայի ցեղը, Սիոն լեռը, որ սիրեց, իր սրբարանը շինեց բարձր պալատների պես, գետնի պես, որ հավիտենապես հաստատեց, նաև իր Դավիթ ծառային ընտրեց ու վերցրեց նրան ոչխարների փարախներից, նորածին գառնուկ ունեցող մաքիներին հետևողին բերեց, որ հովվի իր Հակոբ ժողովրդին ու իր ժառանգությանը, Իսրայելին։ Նա էլ հովվեց նրանց իր սրտի ազնվությամբ ու իր ձեռքերի հմտությամբ առաջնորդեց նրանց։